գործընթաց գիտեք որ վերջերս նորածին երեխայի մորը Վարուշյանները ինչ է վերման ենթարկել եւ այդպես գործ էին փորձում հաղորդել եւ ինչ էր ասում երեք բարգանքին պատգամավորը ծանոթ է Ես պատասխանեմ իրեն իսկ նորածին երեխան որտեղից է ծնվում կարող եք դա եթերով տիկին Արուս կարող եք դա եթերով էլ մի հատ նկարագրեք Ես չգիտեմ դուք երեխա ունեք թե չէ ձեզ մոտ դա ստացվել է այդ process-ը որ իմանաք բայց ձեր լկտիության ամբարտավանության չափուսահման ունեցեք էլի չգիտեմ իրոք չգիտեմ ինչ եք ծխում ինչ եք ծամում ինչ եք լպստում չգիտեմ բայց հաշվի առեք որ դուք իշխանություն եք դուք պաշտոնյաներ եք դուք պատգամավորներ եք եւ դուք փորձեք ավելի կոռեկտ լինել իհարկե ինչ որևէ ձևով դա չի ստացվում որևէ ձևով դա չի ստացվում բայց դա ձեր պարտականությունների մեջ է մտնում այդ պոռնկական խուժանական ձևերը մի կարծեք որ գնալու եք ձեր այդ աշխատասենյակներում քրքջակ, չգիտեմ, իրար կոմպլիմենտներ անեք, աղջի ես ինչ ասեցիր կամ բան, դա այդպես չի։ Դա այդպես չի։ Էս էլ հատուկ Նիկոլի համար, այդ քո թիմը, այդ քո դդումները, այդ քո այդ կրսկալի այդ մասնագետները պատգամավորներ դրանք առաջինն են քեզ ոտքերիցդ բռնում են ու ճահիճն են քաշում ու շատ մեծ ձայների կորուստ ես ունեցել չնայած դու այնպիսի բաներ ես արել որ դու չէիր էլ կարող ունենայիր վստահություն քվել բայց քո թիմը ժամերով արագացնում է քո խորտակումը որը արդեն անխոսափելի է դրան իրենք շատ նպաստել են այս իրենց վարքագծով այս իրենց ամբարտավանությամբ եւ այդ իրենց ոճը որ մենք թքած ունենք էլի մեզ ոնց պետք է այդպես է եթե դու լրագրող ես չէ իբր տեղը Նիկոլ դու պետք է հիշես որ էլի նման հայտարարություններ շատերն են արել որ իրենք ցմահ են իրենք ընդմիշտ են մինչև իրենց մահանալը իրենց պաշտոններում են մնալու բայց տես խիարը դարս բուսնեց շաբաթն ուրբաթից շուտ եկավ ես քեզ ասեմ որ դու մի քիչ ավելի երկար ես մնացել բայց ամեն դեպքում այս արդեն նախընտրական այս գործընթացներում այդ թիմի այդ պահվածքներից այդ պահվածներից շատ ավելի արագանալու է առաջ եթե մարզերում որոշակի դու ունեիր էլեկտորատ ես քեզ ասեցի հիմա 1.5 մարզ է մնացել որ 50 կարելի ասել